Սիրելիներ, բարելույս բոլորիդ, քանի որ շատ-շատերդ լայքեր էիք դրել ու նաև գրել էիք, որ կցանկանաք մեկ այլ բաղադրատոմսով ձեզի հետ կիսվիմ, ուրեմն ես այսօր ձեզի հետ մի քանի բաղադրատոմսով կկիսվիմ, թե ինչպես կարելի է շատ կարճ ժամանակահատվածում ստանալ գերազանց արդյունք մի քանի տարբերակներով։ Ինչի համար պետք է տնենք խնձոր աշկայանարնջի հետ, որտեղ է ավելի շուտ հասնում աշկայանարինջը պոլիէթիլենային տոպրակի մեջ, թե ինչ-որ տարայի մեջ, փակված վիճակում և այլն շատ կարևոր մանրամասնություններով, այնպես որ ձեր կարծիքը շատ կարևոր է ինձ համար։ Իսկ այժմ անցնենք գործի։ Պատրաստման համար առաջին տարբերակ։ Կեղևազրկում ենք ամբողջ աշկայանարինջը ու ջուրը եռացնելուց հետո կաթսայի մեջ կլցնենք վանելին, մի փոքր վանելին։ Երբ որ արդեն պղպջակներ կառաջանան, աշկայանարինջերը պարզապես կտեղափոխենք մեջը, թողնելով մոտավորապես 2-ից 3 րոպե եռա։ Ինչի համար կեռացնենք, նախ փորձենք ամեն ինչ անենք հասկանալով։ Կեռացնենք, որպեսզի իր վրա կեղև կապի։ Ես փորձել եմ նաև առանց եռացնելու տարբերակով։ Եթե առանց եռացնելու տարբերակով կփորձեք չորացնել, այդ դեպքում դուք կտեսնեք, որ ինքը կփափկի ու չի չորանա։ Ուրեմն կեռացնենք 2-ից 3 րոպե ու կտեղափոխենք ճաղավանդակների վրա։ Ուրեմն երկրորդ տարբերակով ևս նմանատիպ ձևով կանենք։ Պարզապես այս բռնակի օգնությամբ կհանենք, ավելորդ թելեր չենք կապի, շատ ժամանակ չի խլվի, այս հետկաների վրա կտեղադրենք, որպեսզի ինքը բոլոր կողմերից կարողանա հնարավորություն ունենալ և հովը փչե և արևը և շատ շուտ չորանա։ Ուղիղ կտնենք այնուհետև մի քիչ կպաղի ու կդարձնենք հակառակ ուղղությունով։ Ու պարտադիր կտնենք պատուհանակոկին, ինչի համար, որովհետև ինքը արևի ներքո ավելի շուտ է չորանում։ Ուրեմն տեսեք, երբ որ արդեն մենք կտեղափոխենք երկաթե ճաղավանդակների վրա, կշրջենք հակառակ կողմի վրա ու կթողնենք արևի ներքո չորանա։ 6 օր անց դուք կզարմանաք, թե ինչքան փոփոխություններ կա աշկայանարնջի հետ կապված։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել մոտ 3 օր անց, այնուհետև մոտ 6 օր անց։ Ուրեմն նաև նշեմ, որ կարող եք դնել նաև տաբագու վրա ևս, ինքը արևից կտաքանա ու ավելի շուտ կչորանա։ Սիրելիներ, այստեղ տեղադրել եմ լուծկու ամանները ինչի համար, որպեսզի ինքը մի փոքր ճաղավանդակը բարձրացնի և ներքևից նորից օդ խաղա շուտ չորանալու համար։ 3 օր անց է, նայեք, ինքը այնքան շուտ արդյունք կտա, 3 օրից հետո արդեն ինքը սկսել է փափկել, ձեռքերով կսեղմենք, որպեսզի իր մեջը փափկի և ավելի շուտ ստանանք աշկայանարնջի ջրերը։ Տեսեք, 3 օրից հետո։ Սկուտեղի վրա կարող եք տաբագու ևս տնեք, ինչքան արևը շատ խփի, ինքը այդ երկաթներ կտաքանա ու ավելի շուտ կչորանա։ Երկու տարբերակով էլ փորձել եմ, սիրելիներ, որը ձեզ շատ մանրամասն ներկայացնում եմ։ Ահա սկուտեղի վրա տեղադրված տարբերակը ևս։ Մոտ 3 օր է անցել։ Այստեղ պատրաստել եմ նաև չամիչ, էլի եռացրած ջրի մեջ եմ մտցրել, ուղղակի փորձում եմ, որպեսզի գտնեմ արագ տարբերակները և կիսվեմ ձեզ հետ։ Եթե ուզում եք չամիչի տարբերակով էլ կիսվեմ ձեզ հետ, թե ինչպես արագ պատրաստենք չամիչ, ապա գրեք չամիչ մեկնությունների մեջ չամիչ բառը կամ գրեք կցանկանանք պատրաստել։ Ինչպես նաև երկրորդ տարբերակ, թե ինչպես կարելի է աշկայանարինջը, եթե ինքը խեղդող է, շատ արագ հասցնել հասունության։
Ուրեմն արկայանարինջը ես փորձել եմ երկու տարբերակով։ Մեկը դրել եմ տարայի մեջ, մեջտեղը խնձոր, ինչի համար ենք տեղադրում խնձորը։ Խնձորը տեղադրում ենք, որպեսզի արկայանարինջը շատ շուտ հասնի։ Նաև երկրորդ տարբերակը, սիրելիներ, լցրել եմ պոլիէթիլենային տոպրակի մեջ, տեսեք, այստեղ կտեղադրենք մի հատ խնձոր, ահա, ու կփակենք տարան։ Սա դրել եմ լույս տեղ, խոհանոցում եմ թողել տաք տեղ։ Իսկ սա պոլիէթիլենային տոպրակի մեջ եմ դրել եւ նորից փակել եմ բերանը։ Ուրեմն պոլիէթիլենային տոպրակի միջինը դրել եմ մութ տեղ, երկու տարբերակներն էլ փորձել եմ։ Արդյունքում, սիրելիներ, ուրեմն ինչ է ստացվել։ Այստեղ 6 օր անց ստացանք այսպիսի արդյունք, շատ արագ է չորանում այս տարբերակով։ Սիրելիներ, եթե արև լիներ, մեկ շաբաթվա ընթացքում արդեն, եթե արև դուրս կա, ավելի շուտ անեիք այս գործընթացը, դուք ավելի շուտ արդյունք կստանայիք։ Ուրեմն 6 օր անց արդեն մենք ունենք այսպիսի արդյունք։ Ամենաուշը մեկ շաբաթում կչորանար ամբողջ արկայանարինջը եւ կստանայինք գերազանց ջիր։ Հաջորդաբար նկարել եմ արդեն մի քանի օրից պատրաստ կլինի ամբողջությամբ։ Սա մոտ 6 օր անց։ Նաև ցույց տամ, թե ինչպես կամ ինչ արդյունք ունեցանք տոպրակի մեջ դնելով։ Ուրեմն տեսեք, գույնը շատ շուտ փոխել է ու շատ լավ փափկել է պոլիէթիլենային տոպրակի մեջ տեղադրվածները, ավելի շուտ են հասել, սիրելիներ, մութ տեղում դրվածը, տեսեք, ինքը փափկել է ու հասել է արդեն։ Ու գույնն էլ փոխել ու մկացել է, տեսեք։ Հիմա բացենք տարայի միջինը, տեսնենք, որը խոհանոցում էի դրել։ Սա այնքան էլ չի փափկի, ինքը ավելի չոր է։ Տեսեք, սեղմում եմ մատով, գույնը փոխել է որոշ չափով, բայց տոպրակի միջի տեղադրվածները ավելի շուտ են հասել, գույնը ավելի լավ է փոխվել, քան թե տարայի մեջ դրվածները։ Այնպես որ փորձեք, համոզվեք ինքներդ։ Սիրելիներ, այսքանն էր, որ այսօր կցանկանայի ձեզ հետ կիսվեի այս իր գաղտնիքներով, որոնք անձամբ եմ փորձարկել, որի արդյունքները անձամբ եմ տեսել։ Փորձեք, համոզվեք ինքներդ։ Ովքեր բաժանորդագրված չեն մեր այս ալիքում, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, կիսվեք մյուսների հետ, ինչու ավելի էժան տարբերակով չգնենք արկայանարինջը եւ չստանանք նմանատիպ գերազանց արդյունք։ Ահա եւ տեսեք, տեղադրում եմ վրան եւ տարբերությունը ինչքան մեծ է նույնիսկ գունային առումով։ Այսքանը, սիրելիներ, առողջ եղեք եւ հետեւեք առաջինը ձեր առողջ հոգեվոր եւ երկրորդը ֆիզիկական սննդակարգին։ Լավ մնացեք, իսկ գիտեցեք նաեւ, որ իմ հոգեվոր տեսանյութերը տեղադրում եմ իմ հոգեվոր ալիքում, որի վերնագիրն է «Աշտարությունը կհաղթե»։ Սիրկան կտեղադրեմ այս տեսանյութի ներքևում։